Հալելույա Հիսուսին։ Այսօր կշարունակեմ անցած անգամ, որ խոսել էի այդ նույն թեման, թաքնված մեղքը։ Իրար հետ բացենք Եզեկիել մարգարեություն 8-րդ գլուխը։ Այս Հովակին թագավորի ժամանակներն է, երբ որ Հովակին թագավորը կայով գերի էր Բաբելոնում, Բաբելոնի թագավորը իրան տարել էր գերության ու բանում նստել էր Իսրայելում թագավոր էր դրե իր տղուն Հովակինին։ Ու Հովակինն էլ շատ կարճ թագավորություն է ունենում մի քանի ամիս, Բաբելոնի թագավորը իրան էլ է տանում գերի Բաբելոն ու երկուսին էլ սպանում է, բայց ստեղ հետաքրքիր ինչն է, որ այս նեղության ժամանակ Իսրայելը երբ որ գերի էր Բաբելոնին, որ իրանց փափագը մենակ գերությունից ազատվելն էր, շրջապատված էին, ամեն ինչ իրանց չէր կարելի ու աղաղակում էին Աստծուն, որ ազատվեին, հանկարծ Աստված Եզեկիել մարգարեին տեսիլքա ցույց տալի։ Եզեկիել 8-րդ գլուխը, տեսեք կարդամ առաջի հատվածը։ Եվ եղավ, որ 6-րդ տարին, 6-րդ ամսի 5-ին ես նստած էի տանս եւ Հուդայի ծերերը նստած էին իմ առաջին եւ այնտեղ Տեր Եհովայի ձեռքը ընկավ ինձ վրա եւ մտի կարի եւ ահա մի կերպարանք կրակի երևույթով նրա երանքի կերպարանքից դեպի ցած կրակ էր եւ նրա երանքից դեպի վեր մի փառավոր կերպարանք հրահալքի տեսքով։ Տեսեք, ասում է Եզեկիել մարգարեն մի հատ տեսիլք է տենում, մի կերպարանք, որ ամբողջությամբ կրակով լեցված էր։ Հետաքրքիր է, նեղության մեջ էր, շրջապատված էր, գերության մեջ էր ու այդ ժամանակ իրանք մենակ փափագում էին այդ վիճակից դուրս գային։ Հանկարծ Աստված ցույց է տալի կրակով լեցուն մի կերպարանք։ Օրինակ մենք հլենք, ասենք Տեր ջան, այս նեղությունից հանի, խնդրի լուծում տուր, այս հիվանդությունից ազատվեմ, բայց Աստված խնդրի լուծման փոխարեն հանկարծ ցույց է տալի կրակով մի կերպարանք։ Այս նույն բանը մենք տեսնում ենք Հայտնության առաջի գլխում 14-րդ խոսքում, երբ որ Հովհաննես առաքյալը Հիսուսին նկարագրում է կրակով լեցուն, ասում է աչքերից կրակի բոց էր դուրս գալիս, ոտքերն էլ ասում է պղնձի հնոցի, կրակի հնոցի էին նման։ Կարծես Աստված ուզում է, որ մարդը, հոգևոր մարդը իր նեղության ժամանակ ինքը կարենա նայի Հիսուսին։ Աստված ուզում է, որ դու ոչ թե քո ընկնես քո խնդիրներով, քո խնդրի հարցի լուծումը առաջնային լինի քո կյանքում, այլ Աստված ուզում է քո խնդիրների մեջ դու կարողանաս տեսնել Հիսուսին, կրակով այրվող Հիսուսին։ Ու տեսեք, Աստված ինչ է անում Եզեկիելին։ Եվ նա մի ձեռքի նմանություն մեկնեց եւ բռնեց իմ գլխի վարսիցը եւ հոգին վերացրեց ինձ ու երկրի ու երկնքի մեջտեղը եւ տարավ ինձ Երուսաղեմ։ Տեսեք, Աստծո խոսքն ասում է, որ Աստված բռնեց Եզեկիելի մազերից ու տարավ։ Օրինակ, որից ես կարդացի մի պահ զարմացա։ Ով է ում մազերից բռնում միտեղ տանում։ Եթե մեկին հրավիրում ես քո տուն կամ կանչում ես, մազերից բռնում տանում ես։ Ու մտածում ես, մի լավ Տեր, ինչի մազերից բռնիր տարար, այսինքն ցավ պատճառեց իրան։ Բայց չես կարա իմանաս, մինչև ամբողջությամբ այս գլուխը չկարդաս։ Երբ որ կարդում ես, տենում ես Աստծո ցավը, երբ որ տենում ես Աստված ինչքան մեծ ցավի մեջ է, հասկանում ես ինչի համար է բռնում մազերից։ Կարծես ուզում ես սթափեցնի։ Ոնց է ալնում, որ ասենք երեխեն ծնվում է նորածին, երեխեն չի լացում, չէ՞ այդ ժամանակ։ Բժիշկը մի քանի հատ տալիս է, ասենց երեխեն սկսում է լացել։ Այսինքն կարծես թափեցնում է, կամ մեկի ուշա գնաց հալում, չափալախում են մի քանի հատ, որ ուշքի գա։ Կարծես Տերն էլ այդ պահին ցավացնում էր, որ իրանց թափեցներ, որ հասկանար ինչ է կատարվում։ Ու հեսա կարդանք, կտեսնենք, թե Իսրայելը ինչով լեցված էր, որ Աստված այս կարգի բարկացել էր, որ անգամ իրան տեղ տանելուց մազերից բռնած ցավցնելով էր տանում։ Աստծո տեսիլքներով ներքին դռան մուտքը տարավ ինձ ներքին դռան մուտքը, որ նայում է դեպի հյուսիս, ուր որ նստած էր նախանձի կուռքը, նախանձ գրգռողը։ Եվ այնտեղ էր Իսրայելի Աստծո փառքը, այն տեսիլքի պես, որ տեսել էի դաշտում։
Տեսեք, ասում է տաճարի մեջ նախանձի կուռք կար։ Ու նաև այնտեղ էր Աստծո ներկայությունը։ Արդյոք կարա եկեղեցում Աստծո ներկայության մեջ նախանձ լինի։ Կարա հոգևոր մարդը նախանձի։ Կարանք մենք իրար նախանձենք։ Պիտի բացառվում է, մենք չենք կարա։ Ոնց կարա հոգևոր մարդը մեկին նախանձի։ Բայց Աստվածաշունչը, որ ասում է Աստծո ներկայության մեջ, ասում է որտեղ որ Աստծո փառքն էր, այնտեղ էր նախանձի կուռքը։ Նայեք ինչ ասում։ Եվ ինձ ասեց. «Մարդի որդի, աչքերդ բարձրացու դեպի հյուսիս, եւ ես բարձրացի աչքերս դեպի հյուսիս, եւ ահա սեղանի դռան հյուսիսային կողմիր կար այդ նախանձի կուռքը, մուտքումը։ Եվ նա ասեց ինձ. «Մարդի որդի, տեսնում ես դու դրանք ինչու են անում, այդ մեծամեծ պղծությունները, որ Իսրայելի տունը անում է այստեղ, որ ես հեռանամ իմ սրբարանից, բայց ելի դարձիր եւ տես ավելի մեծ պղծություններ»։ Տեսեք, տաճարի մեջ նախանձի կուռք էր դրած։ Նախանձի կուռք ես երկու ձև եմ հասկանում, կամ ինչ որ կուռք էր, որ մարդկանց մեջ նախանձ էր գրգռում, կամ կարանք հասկանանք, որ կուռք էր, որ Աստծո նախանձն էր գրգռում։ Երկու դեպքում էլ կարանք հասկանանք, բայց ամբողջ հարցը նրանում է, որ Աստված ասում էր իրանք անում են էս, որ ես դուրս գամ իմ սրբարանից, որ ես իմ տնից դուրս գամ։ Պատկերացնում եք, Իսրայելի ժողովուրդը անում էր պղծություն, նախանձի կուռքը բերե դրել էր, որ Աստված հեռանար իր տնից։ Ես հիշեցի մի պատմություն բանակում, մի հատ տղա պատմում էր իր մորքուրի կամ հորքուրի հետ կապված, չեմ հիշում, ասում էր մորքուրս ու իր մորքուրի մարդը երկար տարիներ երեխա չէին ունենում։ Ու գնացին ահագին մեծ գումարով այդ սուրոգայթ մոր, որ երեխա են ունենում, այդպես երեխա ունեցան։ Ու ասում է այդ երեխուն թագավորի պես պահում էին։ Ասում է այն ինչ որ անում էին այդ երեխու համար, ինչ որ ինքն էր վայելում, ասում է մեր համար էդի կինոներում ենք տեսել, երազում ենք։ Ասում է այդ 3 տարին մի անգամ մենք լունապարկ եթենք թե չէ, այդ երեխուն տանան Դիսնեյլենդ անգամ։ Ու նենց էլ չէր հարուստ էին, աշխատող մարդուկին էին, այսինքն իրանց ամբողջ կյանքը դրել էին այդ երեխու համար։ Ասում անցան տարիներ այդ երեխան մեծացավ, այդ մորքուրի մարդը մահացավ։ Մորքուրի մարդը մահացավ, այս տղեն աշխատանք գիտեր, տղա էր։ Ասում ման եկավ գտավ այդ սուրոգատ մորը, ասում բերեց իր տուն ու սկսեց պահել այդ մորը։ Ու այն իր պահողներն էլ վատ էր զգում, ցավ էր ապրում։ Ասում բերեց այնքան պահեց, որ մի քանի ամիս հետո մորքուրս ելավ այդ տնից գնաց։ Գնաց մի տարի հետո ասում այդ ցավից դարդից մեռավ մորքուրը։ Ու երբ որ այս հատվածը կարդում էի, հիշեցի այդ պատմությունը։ Ու ասում էի, Աստված ինչքան ցավ էր ապրում, որ տեսնում էր Իսրայելը անում է բաներ, որ իրան իր տնից վռնդի։ Ու Աստված ցավ էր ապրում։ Ասում էր, ու ամեն անգամ ասելուց, ասում էր, տես սրանից ավելի մեծ պղծություններ հիմա քեզ ցույց կտամ։ Ինչ կարգի վատ բաների մեջ էր Իսրայելը, որ Աստված այսպես ցավ էր ապրում։ Տեսեք 7-րդ խոսքը կարդամ, շարունակեմ ինչ է ասում։ Եվ իս տարավ Գավիթի դուռը, եւ ես մտիկ տվի, ահա մի ծակ կար պատի վրա։ Եվ ասեց ինձ. «Մարդի որդի, քանդիր այս պայտը, եւ ես քանդեցի պատը, եւ ահա մեկ մութ կար։ Եվ նա ասեց ինձ. եկեք եւ տես այն գեշ պղծությունները, որ նրանք անում են այստեղ։ Եվ ես մտա ու տեսա եւ ահա ամեն սողունների, գարշելի անասունների նմանություններ եւ Իսրայելի տան բոլոր կուռքերը պատի վրա փորված շուրջանակի շուրջով»։ Տեսեք, ասում եմ մի հատ պատ ցույց տվեց տաճարի մեջ ու մի հատ ծակ։ Ասես գնա այդ ծակը քանդի։ Գնացի քանդեցի ու տեսա այդ ծակի մեջ, պատերի մեջ Իսրայելի բոլոր ինչքան պղծություններ կա տաճարի մեջ, այդ կուռքերը պատերի վրա փորագրված է։ Այսինքն թաքնված տեղ, բացեբաց չէ։ Այսօր հոգևոր մարդը տաճարում կարա ինչ որ բանի մեջ կապված լինի ու թաքցրած լինի, որ արտաքինից չերևա։ Կարա հոգևոր մարդը եկեղեցում նստած լինի ու իր մեջ կրքեր ունենա, այս կյանքում կապվածություններ ունենա, գարշություններ անի, մեղքեր ունենա, քո կողքինները չիմանան այդ մասին, բայց քո պատերի մեջ դու թաքցրել ես, բայց Աստված տեսնում է, ոնց որ Իսրայելի ժամանակ էր տեսնում, այսօր նաև մեզ է տեսնում, տեսնում է այն ծածուկում դու ինչ անում ես, Աստված տեսնում է ու ցավ է ապրում։ Տեսեք շարունակությունը կարդամ։ Եվ 70 մարդիկ Իսրայելի տան ծերերից եւ Սափանի որդի Հեզոնյան նրանց մեջ կանգնած, որոնք կանգնած էին նրանց առաջին եւ ամեն մեկը բուրվարը ձեռքին եւ խունկի ծուխը ամպի վեր էր բարձրանում
Եվ ինձ ասեց. «Մարդի որդի, տեսնում ես ինչ են անում Իսրայելի ծերերը Խավարում, ամեն մարդ իր նկարների սենյակներում է, որովհետև ասում են, թե Տերը մեզ չի տեսնում։ Տերը թողել է երկիրը եւ ասեց ինձ. «Էլի դարձիր տես ավելի մեծ պղծություններ, որ նրանք անում են»։ Ասեք, ասում է Իսրայելի 70 ծերերը, բուրվարները ձեռը, ասում է պաշտում են այդ գարշություններին։ Գիտեք ովքեր են Իսրայելի ծերերը։ Եկեղեցու վերակացուները, եկեղեցու ծառայողները, քարոզիչները ու եկեղեցու ծառայողներ, եթե սրա մեջ, բա եկեղեցու անդամ ինչ կլներ։ Ու Աստված տեսնում էր, ասում էր եկեղեցու ծառայողը այդ գարշություն, բուրվարը ձեռ է, որ արտաքինից նայում ես բուրվարը ձեռը լավ հոգևոր է, քարոզիչ է, լավ խոսք ունի, լավ դու արտաքինից վատ բան չես տենում, բայց իր ծածուկում ինքը գարշություններ ունի ու Աստված ցավում էր, ասում էր տենում ես իրանց բուրվարը ձեռը պաշտում են դրանց ու հանգարց ասում է տես սրանից ավելի բեթար բաներ ցույց տամ։ Ես մտածում եմ լավ էլ սրանից ավելի էլ ինչ պետք է Աստված ցույց տար Եզեկիելին, բայց արի ու տես որ ավելի վատ բաներ են լինում։ Եվ ինձ տարավ Տիրոջ տան դռան մուտքը, որ դեպի հյուսիս էր, եւ ահա այնտեղ կանայք էին նստել, որ լաց էին լինում Թամուզի վրա, եւ ասեց ինձ. «Տեսնում ես մարդի որդի, էլի դարձիր տես սրանցից ավելի մեծ պղծություններ»։ Տեսեք, ասում է եկեղեցում մարդիկ կային, որ Թամուզը չգիտեմ ով ա եղել, այն ժամանակ վերևելի կրքերից ա եղել, նստած լացում էին դրա վրա։ Այսինքն, տեսեք, օրինակ հիմա եթե դուք եկեղեցում մեկը տենաք աղոթքի ժամանակ լացում է։ Օրինակ կարաք մտածեք, որ ինքը, չգիտեմ, իր դարդի մարա լացում, կամ ավտոյի մոտորը խփել է լացում է, կամ ինչ որ մեկը մեռել է լացում է։ Եկեղեցում, եթե դու նստած մեկին լացելուց տենում ես, մտածում ես, որ տերնակապես սրտին, չգիտեմ, Տիրոջ ներկայությունից լացում է։ Բայց Աստված ասում է իրանք տաճարի մեջ լացում էին Թամուզի համար։ Այսինքն, դու այսօր տաճարի մեջ կարաս անես բաներ, ցույց տաս, որ դա Տիրոջ համար ես անում, բայց իրականում դու Տիրոջ համար չես անում։ Դու քո եսի համար, դու չգիտեմ ինչ որ մի բանի համար, դու Աստծո համար չես անում։ Քո հասցեն ուղղված է ուրիշ տեղ, ու Աստված ցավ է ապրում։ Տեսեք, շարունակություն է նորից ասեմ, ինչ է ասում։ Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքին գավիթը, եւ ահա Տիրոջ տաճարի մուտքումը, սրահի եւ սեղանի մեջտեղը 25 մարդի չափ կային, քամակները դեպի Տիրոջ տաճարը եւ երեսները դեպի արևելք, եւ նրանք երկրպագություն էին անում դեպի արևելք արեգակին։ Եվ ինձ ասեց. «Տեսնում ես մարդի որդի, մի թեթև բան է Հուդայի տան համար անել այս պղծությունները, որ անում են այստեղ, որ լցրել են երկիրը բռնությունով եւ ետ են դարել ինձ բարկացնելու համար, եւ ահա նրանք ճյուղը մեկնում են դեպի իրենց քիթը»։ Տեսեք, հետևեին արե Աստծո տաճարը, հայացքները արեգակը պաշտում էին։ Ու այս մարդիկ տաճարի միջից առայողներն էին, հոգևորներն էին։ Այսօր գիտեք, Աստված այնքան ցավ է ապրում, ավելի շատ ցավ չի ապրում այն մարդու համար, ես եմ օրինակ այդ ձև մտածում, որ մարդիկ կա տեսեք թերություններ ունեն, որ բացեբաց երևում է։ Օրինակ մարդը կռվարար է, ու գիտես ինքը ամեն տեղ եկեղեցում էլ բանել, գիտես այդ մարդը կռվարար է, հա, այդքան ցավ չի, ինչքան մարդը թատրոն է խաղում։ Դու քո ծածուկում ներսում ունես բաներ, բայց ցույց ես տալի ուրիշ բան։ Դու իրականում հոգևոր չես, բայց ցույց ես տալի, թե հոգևոր ես։ Դու իրականում գարշություններ ունես, բայց իրականում ցույց ես տալի արդար ես, որովհետև երբ որ այդ բացահայտվավ, քո վնասը շատ ավելի մեծ ալնելու։ Ու Աստված ցավում էր դրա համար։ Աստված ասում էր. «Տաճարի մեջ մարդիկ ինձի հետև արած արեգակին են պաշտում»։ Հնարավոր է եկեղեցու մեջ այդպես լինի։ Դու Աստծուն արհամարես։ Ես օրինակ իմ տեսածն եմ ասում, ժամանակ ալնում, որ հետևը նստում եմ, չէ, մարդիկ կա, որ պաշտամունքի ժամանակ հեռախոսով խաղում են, հեռախոսով SMS են գրում, սայթեր են մտնում, օրինակ ասես, ինչ է այդ, եթե նույն բանը չի իրականում։ Դու Աստծո ներկայության մեջ հետև արած Աստծուն հեռախոս ես վերցրել։ Հա իմաստը քո եկեղեցի գալու։ Ավելի լավ չի նստես տունը տելևիզոր նայես կամ բան նայես, բայց ցույց ես տալի թե դու եկեղեցում ես, բայց իրականում եկեղեցում չես, ու Աստված ցավում էր հենց սրա համար,
Ասում էր մարդիկ տաճարում են, բայց իրականում տաճարի պատերի մեջ պղծություններ են անում։ Ու Աստված ցավ էր ապրում սրա համար։ Իրականում այն Աստծո խոսքն էր, որ ասում է դուրսը տաճարը, ներսը ախոռա։ Այսինքն արտաքինից ես դու այդ ցույց տալի։ Ես օրինակ ցեզ ասեմ, Եվրոպայում կան եկեղեցիներ, вообще Եվրոպայի եկեղեցիները իրանք շատ սիրուն են։ Դու որ ընդ եկեղեցին քո աչքով տենում ես, զարմանում ասում ես լավ, մարդը մի թե հնարավոր է սես բան սարքի։ Մարդը այս հնարավորությունն ունի, այդ քանդակները գեղեցկություն արտաքինից։ Բայց որ ուզում ես այդպես մտնես ներս, գիտեք, եկեղեցիներ կա, դուրը գիտեք ինչ է։ Սուպերմարկետի են բացվող փակվող դռներն է, որ ոտը դնում ես, բացվում է, մտնում ես, տենում ես շոփինգի կենտրոն է։ Շորեր են վաճառում, մթերք է, խանութ է։ Արտաքինից նայում, ես անձամբ տեսել եմ։ Արտաքինից նայում ես ինքը ճոխ շատ հրաշալի եկեղեցի, ներսը շոփինգի կենտրոն։ Ու այսօր շատ հոգևորներ նույն վիճակում ենք մենք։ Արտաքինից ցույց ես տալի, որ դու իրականում հոգևոր ես, բայց քո ներսը ախոռ է։ Տեսեք, երբ որ Հիսուսը մտավ տաճար ու վաճառականներին ու դրամավաճառներին քանդեց, հեռացրեց եկեղեցուց, չէ՞։ Օրինակ, իրանց ավազակ էր անվանում։ Օրինակ, ինչ վատ բան կա վաճառական ելնելու մեջ։ Միթե առևտրական ելնելը, վաճառական ելնելը ավազակությունը կամ մեղք է։ Առաջինը պետք է Արթուր աղբորը եկեղեցուց հեռացնենք ուրեմն։ Եթե առևտրական ելնելը ավազակությունը կամ մեղք է։ Բայց իրականում ոչ թե վաճառական առևտուր անելն է ավազակություն, այլ այս վաճառականների, դրամավաճառների շարժառիթն էր ավազակություն։ Իրանք Աստծո տունը օգտագործում էին իրանց շահի համար։ Այսինքն ինչի համար էին գնացել եկեղեցում, տաճարի մեջ դրամավաճառություն անում կամ աղավնի ծախում, որովհետև ամենամեծ առևտուրը ընդեր ելնում, որովհետև ամբողջ աշխարհից բոլորը տարբեր երկրներից գալիս էին այդե գառ առնելու, այս անելու, այդ դրամների փոխանակությունը ամենաշատ ընդեր ելնում։ Աղունիկները, տեսեք օրինակ ապտեկան գիտեք որտե ամենալավը աշխատում։ Հիվանդանոցում, որովհետև բժիշկը գրեց այդում ընդից առնում ես, ամենալավ աշխատող տեղը հիվանդանոցում է։ Ծաղիկի խանութը գիտեք որտե ամենալավը աշխատում։ Գերեզմանոցում կամ սքո սրահի մոտ, որ այդպես վերցես տանես։ Ու այս մարդիկ Աստծո տունը օգտագործում էին դրա համար, իրանց շահի համար։ Դրա համար Աստված իրանց շարժառիթը տենալով իրանց ավազակ էր ասում։ Այսօր չլինի որ շատերս Աստծո տունը դու օգտագործես քո շահի համար։ Չգիտեմ, քո բիզնեսի համար, ամուսնանալու տարբեր բաների համար իմացի Աստված քեզ նայելու է այդ սրտով։ Ոնց որ հեռացրեց իրանց տաճարից, նույն ձևով քեզ է նայելու, որ իրականում դու ցույց ես տալի, թե դու իրականում հոգևոր ես, բայց քո շարժառիթը, քո ներսը լրիվ ուրիշ բանի համար է եկե։ Անկամ այդ տաճարում վաճառականները այն կարգի էին տարված իրանց շահով, որ իրանք չնկատեցին Հիսուսին, երբ որ Հիսուսը մտավ տաճար։ Իրանք այնքան իրանց տարված էին իրանց գործով, բիզնեսով, երբ որ Հիսուսը մտավ տաճար, իրանք նույնիսկ Հիսուսին չնկատեցին։ Այսօր ինչի համար, որովհետև այն պատիվը, որ պետք է տային Հիսուսին, գողացե տվել էին իրանց առևտրին։ Այսօր շատ ժամանակ մենք հոգևորներս էլ այն պատիվը, որ դու պետք է տաս Աստծուն, գողանում տալիս ես տարբեր քո կյանքի հատվածներին, քո աշխատանքին, ընտանիքին, բիզնեսին, ավտոյի, չգիտեմ, տարբեր բաների վրա վատնում ես այն պատիվը, որ դու պետք է տաս Աստծուն։ Ու հանկարծ գալիս է իրիկունը ժամը 8-ին, քեզի զանգում ասում են մի հատ մարդ կա, պետք է աղոթես իրա վրա, ասում ես ախպեր, դե թող մնա վաղ առավոտ էլի։ Ինչի համար, որովհետև այդ պատիվը տվել ես ուրիշ բաների ու դրա ժամանակը չունես։ Ու այդ ժամանակ ես ինձ առաջին ինձ եմ ասում, ես ինձ նայում եմ որպես ավազակ, որովհետև դու առևտրական ես դառը Աստծու մոտ։ Դու առևտուր ես անում, Աստված քեզ պետք է մենակ այն ժամանակ, երբ որ քեզ պետք է, հաճելի է, երբ որ նեղության մեջ ես։ Ու Աստծո, տեսեք, հետարքիր բաներից մեկը, որ Աստված ոչ միայն քանդող Աստված, այլ կառուցող Աստված է, որ Մատթեոս ավետարան այդ 21-րդ գլխի 14-րդ խոսքում ասում է, երբ որ բոլոր վաճառականներին հեռացրեց, գիտեք, երբ որ մտավ տաճարի ինչ արեց առաջի բանը։ Բոլոր կույրերին, կաղերին, հիվանդներին կանչեց ու բժշկեց։
Այսինքն ցույց է տալի, որ Տերը մենակ քանդող Աստված չի, Տերը կառուցող Աստված է։ Այսօր եթե ուզում ես քո կյանքում բժշկություններ, ուզում ես Աստված հրաշքներ գործի քո կյանքում, դու քո կյանքից պետք է հեռացնես բոլոր այդ այն բաները, որ Աստծուն են պատկանում, այն պատիվը, որ պետք է Աստծուն տաս վերականգնես այդ պաշտամունքը, հեռացնես քո կյանքից այդ թաքնված պատերի մեջ ինչ կա, այդ բոլոր առևտուրները քո կյանքից պետք է հեռացնես։ Եթե ուզում ես քո կյանքում Աստված հրաշք գործի։ Տեսեք, Աթաքավորաց 15-րդ գլխում Սավուղի մասին է պատմում, երբ որ Սավուղը եթում է, ամաղեկին կոտորում է, բայց անասունները պահում է, ոչ էլ Ագագին է սպանում։ Ու այդ հատվածում մի հատ հետաքրքիր տեղ կա, երբ որ Սամուելը գալիս է, տեսեք ինքը այդ անասունները բացեբաց ընդ կայնեցրած չի լինում, ինքը պահած է ալնում։ Ու երբ որ Սամուելը գալիս է, ինքը այդ անասուններին չի տեսնում։ Աստված իրան ասել էր կկոտորես, ինքը չէր կոտորե ու պահել էր իրանց, թաքցրել էր։ Ու երբ որ Սամուելը գալիս է, գիտեք ինչ է ասում։ Ասում արեցիր Աստծո, Աստված ասում հա լրիվությամբ կատարել եմ, ասում բա ականջիս ենիչ անասունի ձայներ է գալի։ Այսինքն թաքցրել էր, ձենը գալիս էր Սամուելի ականջին։ Ամբողջ հարցը նրանում է, որ այսօր դու կարաս Տիրոջը շատ նվիրվես 99%-ով, բայց եթե 1%-ը անհնազանդ գտնվես, դու Աստված քեզ նայելու է որպես անհնազանդ։ Տեսեք, Սամուելը չգոված, ասեց ապրես 7 օր սպասեցիր Աստծուն։ Ասեր շատ լավ ծառայող ես, 5 օր, 6 օր, 7 օր համբերատար սպասեցիր։ Այլ Սամուելը բռնատատեց Սավուղին, ասեց, որ մինչև վերջն չի չսպասեցիր։ Այսօր դու կարաս Տիրոջ համար շատ բաներ անես, կարաս շատ նվիրված լինես, շատ լավ ծառայող լինես, առավոտից իրիկուն վազես Տիրոջ համար, բայց իմացեք, Տերը քեզ չի գովալու այդ քո վազքի մեջ։ Տերը քեզ գովալու է, որ մինչև վերջ հնազանդ չես եղել։ Եթե քո կյանքում կան բաներ, որ թեթև սայթակումներ են, իմացի Տերը գովալու փոխարեն քեզ բռնադատելու է, որտեվ Տերը քեզ ուզելու է, որ դու մինչև վերջ հնազանդ մնաս։ Հնազանդ չլես 70-ի մեջ, 3-ի մեջ անհնազանդ։ Աստված քեզ նայելու է որպես անհնազանդ։ Եթե քո կյանքում, չգիտեմ, պահված բաներ ունես, Սավուղը ինքը այդ անասունները իր շահի համար պահեց ու գտնվեց անհնազանդ։ Աստծուն մի հատ բան ասեմ, որպես բան միշտ հիշեք ես, Տիրոջը հնազանդության մեջ քո շահը պետքա չփնտրես, երբեք։ Ինչ գալիս է, ինչ պարագայում լինի Տիրոջը հնազանդության մեջ, ոչ մի դեպքում քո շահը պետք է ման չգաս, որ ինձի հարմար լինի, հոգնած չլինեմ, ձեռտա ինձի, այս ինչը չնեղանա, միշտ պետքա նայես Տիրոջը։ Եթե ուզում ես Տերը քեզ գովա, երբ քո շահը փնտրեցիր, այդ ժամանակ քո կյանքում առաջանում է թաքնված մեղքեր։ Այդ ժամանակը քո կյանքում պահված բաներ առաջանում, երբ որ հնազանդության մեջ դու քո շահն ես փնտրում։ Տեսեք օրինակ Գործք առաքելոցում Անանյան ու Սափիրան, չէ՞, երբ որ բերեցին արտը վաճառեցին ու բերեցին, տվեցին, ասին ամբողջությամբ ենք տվել, բայց իրականում կեսն էին տվել։ Օրինակ գիտեք ինչի համար իրանք տենց արեցին։ Այսինքն սենց հարցս տամ, ինչի համար իրանք մտքով անցավ խափեն, այդ ձևի բան անեն։ Այդ գրված է Գործք առաքելոց 5-րդ գլխի առաջի խոսքում։ Երբ որ կարդում ես 4-րդ գլխի վերջի խոսքերը, այնտեղ ցույց է տալի, որ եկեղեցում լիքը մարդիկ իրանց ունեցվածքը բերում ծախում, տալիս են եկեղեցուն։ Ու Բարնաբաս անունով մեկը իր արտը ծախում է ու լրիվությամբ բերում տալիս է եկեղեցուն։ Ու երբ որ Անանյան ու Սափիրան էդի տենում են, այդ Բարնաբասին էլ երևի ինձ գովում են, անունը թնդում է, ասա եկեղեցում ասում են, ինչ հրաշալի ծառայող է, զորավոր ծառայող է, այդ փառավորվելը Բարնաբասի Անանյա Սափարիայի դուրը շատ է գալի։ Ու ասում են, բեր մենք էլ տես բան անենք։ Ու դրանից հետո բերում ծախում, բայց կեսն են բերում տալի։ Ու իրանք իրականում ոչ թե այդ անում էին, ինչի համար, Տիրոջ շահի համար, այլ իրանք այդ արեցին իրանց շահի համար։ Ու դա պատճառ եղավ, որ իրանք գաղտնի բան ունեցան, թաքուն մեղք ունեցան, որովհետև Տիրոջ հնազանդության մեջ իրանց շահը փնտրեցին։ Ու անիմաստ տեղը իրանք իրանց ներսում ծածկված մեղք ունեցան։
Տեսեք, Անանիան ու Սափիրան, երբ որ այդ անում էին, չէ, կարար չէ զույգերից մեկը դուրը չգար էդի։ Ասենք Սափիրան առաջարկել էր, բայց sense բան անենք, Անանիան էլ ասում էր, բայց չարժի ախր էդի բանա, բայց ինչի համաձայնվան։ Օրինակ կարար մեկը դուրը չգար, ասեր, բայց արի չանենք մեղքա, բայց հետո համաձայնվար։ Զոհ գնաց իր կողակցին, որ հանգարց իրան չնեղացնի, չցավցնի, չկորցնի, իրան զոհ էթալով, իրան կարեցին այդ բանը։ Երբեք հոգևոր մարդիկ, զույգերը պետք է մեկը մեկին խաթր զոհ անելով, անգամ քո ընտանիքի անդամին, դու պետք է Աստծո խոսքի վրայով չանցնես։ Ինչ որ միտեղ, եթե դու պետք է չեթաս, պետք չի դու տե ներկալնես, քո կողակցի խաթր մի գնանդ է, կամ եթե ինչ որ բանը պետք է անես, իր խաթր մի արա, որ իրան հաճելի երևա, դու նայի, որ էդի Աստծուն հաճելի է, թե չէ, դու մի շրջանցի Աստծո խոսքը քո կողքինին հաճելի երևալու, որտեվ Աստծուն կարաս կորցնես դրա համար։ Տեսեք, Պետրոսը Անանիան ու Սափիրային, երբ որ իրանք եկեղեցուն էին խաբի, ասեց դուք Սուրբ Հոգուն խաբեցիք։ Այդ ինձ այնքան վախեցնելու տեղ է, որ Պետրոսը եկեղեցին համեմատեց Սուրբ Հոգու հետ, ասեց դու Սուրբ Հոգու խաբեք, բայց իրականում եկեղեցուն էին խաբե։ Էս ինձ վախեցնելու խոսք է, որ ես ինչքան սթափ պետք է ալնեմ, որ հանգարց Աստծո հետ խաղ չանեմ։ Տեսեք, այստեղ Պետրոսը անգամ երիտասարդներին է տալի, որ իրանց դիակը տանեն թաղեն։ Ես երբ որ կարդում եմ, ասում եմ լավ, խի օրինակ երիտասարդներին, մարդեր մեռե, բոլորի աչքի առաջ։ Կարելի էր տարիքով մեկին առաջարկել, որ հանգարց չվախենամ, ինչ որ բան չլինի, բայց երիտասարդներին ասեց։ Ես մի անգամ ինձ մի հատ ընկեր տղու ասիարի մեր եկեղեցի, հոգևոր տղա էր, ուրիշ եկեղեցուց, չասեմ որ եկեղեցուց, այսինքն չեմ հիշում, բայց ինքը առաջարկեց, ասեց ուզում եմ գամ, ասի արի։ Ու որ եկավ այն սկզբից այդ դռան շեմից բռնած, sense դատելով, գալու մեր ամեն ինչի վրա խոսալով, էսի լավ չէ, sense դաժե այն քարոզից բռնացած, վերջում էլ կարգ ու կանոն էլ դաժե քննադատեց սա եղբեր։ Սող երեխա են, ջահել երեխա են ձեր կարգ ու կանոնի մեջ։ Ասես մեր եկեղեցում սող քարոզիչ, տարիքն առած, հոգևոր մարդիկ են, մի հատ ջահել մարդ չես տենա։ Դե հիմա, չգիտեմ, Տերը թո դատի, որ նա ճիշտ ու սխալ է, բայց փաստացի ստեղ տեսնում ենք, որ Պետրոսը ջահելին ասեց, գնացեք այդ դիակը վերցեք, տարեք թաղեք։ Այն 40 տարվա հոգևոր ինչ ասեց։ Ու ինչի համար գիտեք, խի երիտասարդին ասեց, որ գալիք սերունդը հասկանա, եկեղեցին խաղանելու տեղ չի։ Եկեղեցին ժամանցի տեղ չի, կա ժամանակ անցկացնես էթաս, որ այդ երիտասարդը, երբ որ հողը լցում էր մեռածի վրա, ինքը հասկանար ինչ է արել, որ իր համար դասը լինի։ Տեսեք, եսի մենք կարդում ենք նոր կտակարանում, եսի հին ուխտը չի, եսի այն Ահարոնի օրերը չի, որ իրանց տղեկս օտար կրակ տվին, երկնքից կրակն եկավ սպանեց իրանց, եսի Ոզյան չէր տապանակին կպավ մեռավ, կամ չգիտեմ տապանակը բացին նային, այդ եսիմ քանի հազար մարդ մեռավ, շնորհքի ժամանակներն էր եսի, Տիրոջ հարությունից հետո էր, բայց Աստված ցույց է տալի շնորհքը կա, բայց լրջությունը պահպանվում է, որ դու եկեղեցում պետք է խաղ չանես, շատ արխային չլնես, որ շնորհքի դարում ենք Տեր ամեն ինչ կարաների, բաներ կա, որ Տերը կարա չների, դու ծածուկ կարաս քո կյանքում մեղքեր ունենաս եկեղեցու մեջ, ու գա մի օր Տերը քեզ չների, ու կարա քո կյանքը վերցնի։ Մենք շատ արխային չլնենք, որ շնորհքի դարում ենք, էլ հին ուխտի այդ բաները չի լինում մեր մեջ։ Աստծո խոսքը փաստացի ցույց է տալի, որ լինում է։ Նույն ու Եզեկիել մարգարեության տեսեք հաջորդ 9-10 գլուխները, երբ որ կարդում ենք, տեսնում ենք, որ Աստված իր փառքը, ներկայությունը վերցնում է տաճարի վրայից։ Տեսեք, Աստված տաճարը տվել էր, որ Իսրայելը տաճարի միջոցով Աստծուն պաշտեր, բայց Իսրայելը Աստծուն թողած ավելի շատ տաճարն էր պաշտում։ Տապանակը տվել էր իրան որպես միջոց պաշտելու համար, իրանք Աստծուն թողած տապանակն էին պաշտում։ Դրա համար Աստված եկավ ժամանակ տապանակն էլ գերի տարավ, տաճարն էլ քանդել տվեց, որ մարդը հասկանա, որ Աստված այսօր քեզ ինչ տալիս է, չի տալի, որ սիրտդ կապես դրա հետ։ Աստված տալիս է, որ դա միջոց լինի ավելի մոտենաս Աստծուն։ Աստված եթե ինձ հեռախոսը տվեց, չի տվե այդ հեռախոսը, որ իրան մոռանամ, սկսեմ այդ հեռախոսի մեջ մտնել։
Կամ քեզ ընտանիք, աշխատանք, ինչ որ մի բան, որ տվելա, չի տվել, որ սիրտդ ավելի կապես դրա հետ մոռանալով Աստծուն, որովհետև գգա ժամանակներ, համ Աստծուն կկորցնես, համ էլ Աստծո տվածը կկորցնես։ Ու ոնց որ Աստված իր փառքը, իր ամեն ինչը վերցրեց տաճարի վրայից ու տաճարն էլ նույնիսկ քանդվավ։ Ու Աստված Եզեկիելին տեսեք հարց էր տալի, ասում էր մինչև երբ պիտի դիմանամ ես։ Հետարքիա չէ, Աստված հարցնում էր, ասում էր այս գարշություններին լավ, ես մինչև երբ պիտի դիմանամ։ Հələ ամեն մեկը դուք ձեզի հարց տվեք, կարծես Աստված քեզ հարց է տալի։ Աստված մինչև երբ պիտի դիմանա այն բաներին, որ դու քո ծածուկում անում ես։ Գիտեք, ինքան վատ բան է, ես մի բան մտածում էի, հələ պատկերացրեք մի հատ շատ վատ օրինակ բերեմ։ Շատ վատ օրինակ եմ բերում, որ հասկանալի լինի։ Հələ պատկերացրեք տունը նստած ես քո ընտանիքի հետ։ Հանկարծ մի քանի հոգով մտնում են քո տուն ու սկսում են բռնաբարել քո տան անդամին։ Ու դու քո աշկով էդի տենում ես։ Ցավալի երևույթ է, չէ՞։ Շատ ցավալի երևույթ է, բայց շատ ավելի ցավալի է, երբ որ դու բան չես կարող անես, ինչի համար, որտեվ տեսնում ես, որ քո տան անդամին դա դուր է գալի։ Ինքը դա սիրով է անում, հաճույքով է անում, ու դու դրանից ցավ ես ապրում։ Պատկերացրեք, Աստված տեսնում էր իր տաճարի մեջ, ոնց են պղծություններ անում, ու իրանց դա դուր էր գալի։ Իրանք հաճույքով էին անում, ու Աստված ցավ էր ապրում։ Ու այս ամենը կարդալուց հետո ես չէի զարմանում, թե Աստված Եզեկիելի մազերից բռնեց։ Կարծես պորտկացել էր արդեն Աստծու մոտ։ Աստված այն կարգի էր սենց բարկացել, էլ սահման չէր մնացել։ Ու Աստված հարց էր տալի, ասում էր՝ լավ, մինչև երբ պետք է դիբանամ։ Ու մտածում եք, այսօր այդ բաները չկա մեր օրերում, մեր կյանքերում չկա, իմացեք կա մեր օրերում, մեր կյանքերում, մեր շուրջը, այսօր մենք մեր մեջ էլ ունենք բաներ, որ Աստված այդպես տենում ցավը ապրում։ Ոնց որ ասում է, ծերերը ասում էին, Աստված մեզ չի տեսնում, դու բաց չես անում, դու քո ծածուկում ես անում։ Ու քեզ թվում է դա տենց էլ կմնա, կգա մի օր, որ Աստված հանելույա ջրերես, ոնց որ Եզեկիել մարգարեության 18-րդ խոսքում, տեսեք Աստված ինչ ասեց վերջում։ Եվ ես էլ պետք է անեմ սրտմտությունով, աչքս պիտի չխնայե, եւ ես պիտի չողորմեմ, եւ նրանք պիտի կանչեն իմ ականջներին մեծ աղաղակով, բայց ես նրանց չեմ լսելու։ Կգա մի օր Աստված, ոնց որ Անանիա Սափիրայի հետ դաժան վարվեց, կգա մի օր նույն ձևի քո հետ կարավարվի, ու աղաղակելու ես Աստված չի լսելու, որտեվ Աստված քեզ ժամանակ է տալի ու հարց է տալի, ասում է, մինչև երբ քեզ պետք է ես դիմանամ այս ամենին։ Տեսեք, Հուդան ինքը, Հիսուսի աշակերտ Հուդան, ինքը լավ ծառայող էր, բժշկություն անում էր, հրաշագործություն անում էր, նույն ավետարանն ասում այդ մասին, բայց Աստծո խոսքն ասում է, որ ինքը գող էր։ Ըստ ձեզ, օրինակ, Հուդան, այն սկզբից էլ այդ նպատակով ասեց, եթամ ու սկսեմ թալնեմ աշակերտներին, ինքը այդ նպատակով եկավ դառավ աշակերտ, ինքը իր մտքում հենց տենց գողեր, ասես կայնի մտնեմ այս շարքերը ու սկսեմ գանձանակը սենց վերացնել։ Իրականում չէ, ինքը եկավ քիչ-քիչ ինչ որ բաներ իր մեջ թույլ տալով ինքը դառավ այդպես։ Սկզբից դե լավ, այս մի քիչը այս 20 դրամ զդաչին ինչ է, այսի խո բան չեմ, այ հետո 100 դրամ, հետո 1000 դրամ, քիչ-քիչ այդ փողերը մեծացավ, սկսեց գող դառնալ։ Ու տեղեր կա, որ անգամ նարդոսի յուղը բերում թափում են Հիսուսի ոտերին, ասում է, ավելի լավ չէր էդի աղքատներին տալ։ Ու Աստծո խոսքն ասում է, ինքը ոչ թե ասում էր աղքատների մասին մտածելու, այլ անում էր, որտեվ գող է։ Տեսեք, կողքից լսում ես, որ ասում ես, «Էս ինչ լավ խոսքեր է ասում, էս ինչ լավ քարոզներ է անում, աղքատների մասին է մտածում, բարի սիրտ ունի»։ Կողքից Հուդան շատ հրաշալի մարդ էր, բայց իր ներսը թաքնված մեղք ուներ, ինքը գող էր։ Բայց 3 տարի գողություն արեց, մի հատ աշակերտ չիմացավ այդ։ Պատկերացնում եք ինչքան զգուշ էր։ 3 տարի գանձանակից փող տարավ, մեկը չնկատեց, բացի Հիսուսից։ Ինչքան զգուշ մարդ էր, ու իր ներսում այտենց ծածուկում կարում էր մեղանչեր։ Բայց եկավ ժամանակ, որ Աստված էլ չներեց։ Ու եկավ ժամանակ, որ այդ գողության համար Տիրոջը ուրացավ։ Հուդայինը տևեց 3 տարի։
Ես չգիտեմ, իմը ինչքան կտևա, ձերը ինչքան, մյուսինը ինչքան կտևա, ժամանակները մենք չենք որոշում, բայց իմացի ամեն մարդ ունի իր ժամանակը։ Կգա ժամանակ, այն քո ծածուկ մեղքի պատճառով կարաս տիրոջը ուրանաս, քո ընտանիքը ամեն ինչ, կարաս վատնես։ 99% կարաս տիրոջը նվիրված լնես, 1%-ը անհնազանդ լնես, քո մեջ ծածուկում պահված բան ունենաս, այդ 1%-ի պատճառով քայքայես քո սախ կյանքը։ Եթե քո ծածուկում մեղքեր ունես, որովհետև դրանցից Աստված շուտապույտ ազատում է փնտրում, որովհետև ինչպես Հուդան սիրեց փողը, ու այդ փողի պատճառով տիրոջ ուրացավ։ Այսօր մի հատ կարևոր բան ասեմ։ Այսօր եթե կա քո կյանքում մի բան, որ սիրում ես, զգուշ եղի, ուշադիր եղի, որ մի օր դրա պատճառով տիրոջը չուրանաս։ Եթե քո կյանքում կան բաներ, որ սիրտդ կապված է, շատ հարազատ է քեզ, դու անընդհատ փայփայում ես, սիրում ես, ուշադիր եղի, որ դրա պատճառով տիրոջը չուրանաս։ Որ ինչպես որ նույն բան արեց Հուդան։ Տեսեք, Հերովդես թագավորը իր աղբոր կնկան շատ էր սիրում։ Հերովդյանին սիրում էր շատ, բայց Հովանեսին էլ էր սիրում։ Այնքան էր սիրում, որ Հովանեսի նույնիսկ խորհուրդները կատարում էր։ Բանտում եղած ժամանակ Հովանեսը իրան լիքը խորհուրդներ տալի, ամեն իրիկ ունեթում լսում էր ու դաժե իր ասածներն էլ անում էր։ Բացի մի բանից, ամեն ինչ անում էր բացի մի բանից։ Ասում էր Հերովդյային չէ, Հերովդյային շատ եմ սիրում, Հովանես ջան, դու մի հատ Հերովդյայի հետ երկու բառ շփվես, խոսած, չէ, մի հատ հրաշալի անձնավորություն։ Գովում էր, բայց ասում էր ինչ ուզում ես, ասա բացի Հերովդյայից բաժանվելը։ Ու այնքան սիրեց Հերովդյային, որ մի օր այդ Հերովդյայի պատճառով Հովանեսի գլուխը գլխատեց, որ Հովանեսը իր համար Աստվածաշունչ էր, քայլող Աստվածաշունչ էր, իրան բարի խորհուրդներ էր տալի, Աստծո խոսք էր ասում, բայց մի օր իր սիրած բանի պատճառով գլխատեց Հովանեսի գլուխը։ Այսօր ինչը հետ սիրտդ կապված է, ինչը որ դու սիրում ես, կարա պատճառ հանդիսանա, որ մի օր քո հոգևոր կյանքը գլխատվի։ Ուշադիր եղի, որ քո սիրտը շատ չկապվի տես բաների հետ։ Այսօր Աստված քեզ ընտանիք հա տվե, Աստված քեզ աշխատանք հա տվե, ընկերներ հա տվե, ուղեղ հա տվե, լիքը բաներ հա տվե։ Նայի, որ սիրտը չկապես տարբեր բաների հետ ու մոռանաս Աստծուն, կորցնես Աստծուն։ Եվ Եսայի մարգարեության 61-րդ գլուխը բացենք ու տեսնենք ոնց կարանք թաքնված մեղքից ազատվենք։ Հնարավոր է արդյոք ունես ծածուկում բաներ, ուզում ես ազատվես դրանից, բայց չես կարող։ Լավ, ոնց ազատվես։ Ես էլ եմ ուսաղասել ուզում ենք, բայց չեմ կարող։ Եկել է ժամանակը, որ չեմ ուզում անեմ, բայց անում եմ։ Ու չեմ էլ կարա բայց անեմ։ Ես ծածուկում եմ անում։ Ինչպես ազատվեմ դրանից։ Ու գիտեք ամբողջ բանն էլ ինչումն է, մեղքի քո գախնի պահված բաները, որ քո ունես, ինչը կարա քո մեջ փոխի, կարա քո նպատակները փոխի։ Ոնց որ Հուդան տեսեք, ինքը սկզբից չէր եկել թալանելու աշակերտների, բայց եկավ ծածուկում բաներ արեց, հետո իր նպատակը փոխվավ, անգամ Հիսուսին ուրացավ, որ ինքը դրա համար չէր եկել։ Այսօր քո միջի պահված մեղքերը կարան քո սկզբունքները փոխեն, կարան քո նպատակները փոխեն։ Այսօր որ դու եկեղեցում նստած ես ու մտածում ես Տիրոջ համար ես գալի, մի օր կլինի նենց, որ դու կգաս եկեղեցի, բայց բացարձակ Տիրոջ համար չես գալի։ Քո հասցեն լրիվ ուրիշ տեղ է ուղված։ Տեսեք, օրինակ, հələ պատկերացրեք, մի հատ նամակ եմ գրում ու պետք է ուղարկեմ նախարարին։ Ու այդ նամակի վրա լուրջ աշխատանք եմ տանում։ Մի երկու օր նստում գրում եմ, հետո տանում տալիս եմ մի հատ լեզվաբանի, ասում եմ մի հատ կետադրությունները, բաները արա։ Մի օր էդի տառապում է, այդ միտքը ձևափոխում է, ոչ եմ կետադրում է, հետո տանում մի օր տալիս եմ կոմպյուտերչիկին, ասում եմ հավաքի։ Հաջորդ օրը տանում եմ մի հատ, չգիտեմ, գրաֆիկային մեկի, ասում եմ մի հատ սիրուն գրաֆիկով, բանով, ռամկեքով դիր, որ գեղեցիկ։ Մի շաբաթ այդ նամակը տանջվում եմ, ես հավաքում եմ, տպում եմ, որ պետքա տամ, ուղարկեմ նախարարին։ Ու վերցնում եմ մի հատ սպիտակ ծրարի մեջ գցում եմ ու տանում գցում եմ փոստարկղ, որ եթան նախարարին։
ըստ ես կեթա նախարարին, որ հասցե չգրեմ ծրարի վրա, բայց չի էթա, ես 7-րդ առապել եմ, տանջվել եմ, իմ ժամանակից դրել եմ, այդքան տանջանք եմ արել, խի պետք է չէ թա հասնի, ես ախր տանջվել եմ դրա վրա, չի էթա, որտեվ հասցե չկա դրա վրա ուղված, շատ ժամանակ հոգևոր մարդը իր ներսում ունենալով պահված բաներ, գալիս է ժամանակ, որ իր ծառայությունը, իր հոգևոր կյանքը դառնում է անհասցե։ Դու անում ես բաներ, քեզ թվում է, թե դու մեծ բաներ ես անում, բայց քո արածը անհասցե ու Տիրոջը չի եթում, որովհետև դու ուրիշ բաների համար ես անում, որովհետև արդեն քո կյանքը փոխվել է, քո նպատակները փոխվել է ու կգա մի օր Հուդայի պես դու քո հոգևոր կյանքն էլ ժերտվա կտաս, հանուն քո սկզբունքների, հանուն քո այդ կապված բաների, որ հանգարց չբացահայտվի։ Ոնց որ անցած իմ քարոզում ասեցի Դավիթը պատրաստ եղավ ամեն ինչ, նույնիսկ իր հավատարիմ Ուրիային սպանի, որ հանգարց չբացահայտվի իր ծածուկ մեղքը։ Այսինքն ամեն բանի պատրաստ էր ինքը։ Տեսեք, Եսայի մարգարեության 61-րդ գլուխը ինչ ասում։ Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում, Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին եւ վրեժխնդրության օրը մեր Աստծո համար բոլոր սգավորներին մխիթարելու համար, Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ սուքի տեղ, գովության պատմուճան, հանգած սրտի տեղ, եւ նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։ Տեսեք, հետարքի մի հատ բան ասեց, Տերը այդ ամենը անում է սգավորին, չգիտեմ, ընդ հիվանդին, գերի գտնվողին, այն բոլոր խնդիրների մեջ լինողին, Տերը ասում է փառք տալի մոխրի տեղ։ Ինչ է նշանակում փառք տրվի մոխրի տեղ։ Օրինակ, ինչ էր մոխիրը։ Այն ժամանակվա սգավորի վիճակն էր։ Երբ որ քուրձ ու մոխիր էր հագնում, լցում էր վրան, որ ինքը սքի մեջ է, Աստծուց փափագ ունի, խնդրվածք ունի, որ Աստված իրան տա։ Սգավորի տեսքն էր, այսօր ոնց է մեր օրերում, որ մեկը մեռնում է սև շորեր, թրաշով, մեկին տենում ասում ես հիմար չի մեռե, չնայած հիմա այս թրաշ պայլը ուրիշ տենց մոդա է, բայց այն ժամանակներում թրաշը որ երկար էր, ասում էր էտա, մեկը մեռել է։ Այսինքն դա նես տեսք էր տալի, որ սգավոր է այդ մարդը։ Նույն ձևի ժամանակվա մոխիրն էր, որ սգավոր էր, Աստված ասում էր փառք տալի մոխրի տեր։ Այսինքն այդ քո սքից Աստված հանում է քեզ փառքի պսակա տալի։ Աստված քեզ բարձրացնելու է։ Անկամ այնտեղ ասում է հանգած սրտի տեղ պատմուճան, այս համարում ասեց։ Հիշում եք անառակ որդու վերադարձը, երբ որ իր սիրտը հանգած էր ու էլ հույս չուներ ոչ մի բանից, երբ որ եկավ իր հորտուն, ինչ արեց իր հերը։ Պատմուճանը իր վրայից հանեց, հագցրեց անառակ որդուն։ Այսինքն այսօր տեսեք, այս նույն հատվածը Ղուկաս ավետարան 4:18 խոսքում Հիսուսը երկրի վրա, երբ որ կարդում է, ասում է այս բոլորը կատարվեցավ։ Այսինքն իր ծնունդով Հիսուս ուզեցավ ասել, ես որ եկել եմ երկիր ու խաչվելու եմ, արյուն եմ թափելու, սրանով այս բաները բոլորը կատարվեցավ։ Այսինքն գերիներին ազատում էլ կա, սգավորին Տերը ուրախության յուղել է տալու, մոխրի տեղ փառքի պսակա տալու։ Այսինքն Աստված տվել է քեզ այդ ամեն հնարավորությունը քո միջի մեղքի վրա իշխելու։ Ինչպես Աստված Կայենին էր ասում, մեղքը դռանդ մոտ թակում է, ասում էր իշխի իր վրա, հակառակ դեպքում ինքն է քո վրա իշխելու։ Աստված այսօր քեզ իշխանություն է տվել, Աստված քեզ այսօր զորություն է տվել։ Ինչպես Ղուկաս ավետարանում Հիսուսն ասում էր, այս ամենը կատարվավ, Աստված քեզ զորություն է տվել իշխելու ցանկացած մեղքի վրա։ Դու այդ իրավունքը ունես։ Քեզնից մնում է մենակ որոշում։ Դու որոշես, կանչես Աստծուն քո մեջ, որ դուրս գաս այդ վիճակից։ Բայց եթե շարունակես պահել ծածուկում, երկու բան ալնելու քո հետ։ Կամ կգա ժամանակ դու կիշխես մեղքի վրա, կամ կգա ժամանակ որ մեղքը կիշխի քո վրա։ Այսքանը։